Այսօր խորհրդարանում երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ կքննարկվեն կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Օրինագիծը նախատեսում է Վրաստանի կառավարության կազմում իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարարի պաշտոնի ստեղծում։ Պետք է սահմանվեն պետական նախարարի լիազորությունները եւ դրանց սահմանները, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում ապահովվի համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի համապատասխանությունն այս օրենքին։ Փոփոխությունները օրենսդիր մարմինը քննարկում է արագացված կարգով։ Արդեն հայտնի է, որ պետական նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մամուկամ Դինարաձեն։ FIFA-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 2029 թվականին կհյուրընկալեն Վրաստանը եւ Հայաստանը։ Որոշումն ընդունվել է Կանադայում համաշխարհային ֆուտբոլի կառավարման մարմնի խորհրդի նիստում։ Վրաստանն ու Հայաստանը համատեղ հայտ էին ներկայացրել 2024 թվականի հունիսին։ FIFA-ի մինչև 20 տարեկանների աշխարհի գավաթը անցկացվում է 1977 թվականից։ Յուրաքանչյուր 2 տարին մեկ եւ եզրափակիչ փուլում մասնակցում է 24 թիմ։ Հատկանշական է, որ անկախ Վրաստանի ֆուտբոլի պատմության մեջ սա կլինի առաջին անգամ, երբ երկիրը FIFA-ի հովանու ներքո անցկացվող համաշխարհային մակարդակի մրցաշար կհյուրընկալի։ Ամերիկայում աշխատանքային այցի շրջանակներում արդարադատության նախարարի տեղակալը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են գործընկերության ուղղությունները, նախագծերի առաջընթացը եւ ապագա համագործակցության հեռանկարները։ Շեշտը դրվել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման, հողի կառավարման ծառայությունների բարելավման եւ թվային կառավարման համակարգերի հետագա ուժեղացման վրա։ Կողմերը քննարկել են նախագծերի ռազմավարական նշանակությունը, ձեռք բերված առաջընթացը եւ հետագա քայլերը։ Նաեւ քննարկվել է վրացական մոդելների այլ երկրներում ներդրման ներուժը եւ տեխնիկական համագործակցության խորացման հնարավորությունները։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին լարված է։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կանցկացվի Ամերիկա-Իրան բանակցությունների հերթական փուլը։ Հորմուզի նեղուցը օրական կարողանում է լքել միայն մի քանի նավ, եւ զուգահեռաբար շարունակվում են բախումները Իսրայելի եւ Լիբանանի միջեւ։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով հարավային Լիբանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնց թվում եղել են նաեւ բուժաշխատողներ։ Նրանց տեղեկությամբ վիրավորվել են նաեւ փրկարարական խմբի հետ գտնվող 2 լիբանանցի զինծառայողներ։ Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարությամբ հարավային Լիբանանի Կանտարա քաղաքում հայտնաբերվել եւ ոչնչացվել են Հեզբոլլահ խմբավորման 2 հիմնական թունելներ։ Նրանց հայտարարությամբ այդ թունելները կառուցվել են Իրանի ուղղակի ղեկավարությամբ։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 35 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։ Ամերիկյան կողմի հայտարարությամբ նշված անձինք եւ ընկերությունները օգնում էին Իրանին ստեղծել ստվերային բանկային համակարգ, որի միջոցով Թեհրանը ստացել է տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Միաժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը զգուշացնում է ցանկացած ընկերության, որը որևէ կերպ կաջակցի Իրանի կառավարությանը կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որ կհայտնվի խիստ պատժամիջոցների տակ։ ԱՄՆ-ի գանձապետարանի քարտուղար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանի ստվերային բանկային համակարգը կենսական նշանակություն ունի նրա զինված ուժերի համար, խոչընդոտում է գլոբալ առևտրին եւ նպաստում է բռնությանը Մերձավոր Արևելքում։ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ Գերմանիայի կանցլերը չի հասկանում, թե ինչ է ասում, երբ ասում է, որ Իրանը պետք է ունենա միջուկային զենք։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով այդ դեպքում ամբողջ աշխարհը կդառնա Իրանի պատանդը։ Թրամփը գտնում է, որ հենց այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ թե տնտեսության եւ թե այլ ոլորտներում Գերմանիայի գործը լավ չէ։ Հիշեցնենք, որ քիչ առաջ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, թե Իրանի ղեկավարությունը նվաստացրել է Ամերիկային եւ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում որևէ ռազմավարություն չունի։ Վրաստանի նոր պատրիարքի ընտրության առաջին փուլն ավարտվել է։ Տեր Շիոն, Տեր Հոբը եւ Տեր Գրիգոլը պատրիարքության 3 թեկնածուներն արդեն ընտրված են։ Իլիա II-ի կողմից պատրիարքական աթոռի փոխանորդ նշանակված Տեր Շիոն ստացել է առավելագույն ձայներ՝ Սուրբ Սինոդի 20 անդամի աջակցություն։ Սա նվազագույն ձայների թիվն է, որն անհրաժեշտ է պատրիարք ընտրվելու համար։ Մրովելի Ուրբնելի մետրոպոլիտ Հոբն ու Փոթիի եւ Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլը ստացել են 7 ձայն։ Մնացած ձայները բաժանվել են եւս 3 թեկնածուների միջև, ընդհանուր առմամբ առաջադրված էր 6 թեկնածու։ Այժմ Վրաստանի ուղղափառ առաքելական եկեղեցին պատրաստվում է պատմական իրադարձության։ 49 տարվա ընթացքում առաջին անգամ պետք է անցկացվի եկեղեցու ընդլայնված ժողով, որտեղ գաղտնի քվեարկությամբ 3 թեկնածուներից պատրիարք կդառնա նա, ով կստանա 39 անդամից բաղկացած սինոդի ձայների մեծամասնությունը, այսինքն առնվազն 20 ձայն։ Ժողովի ամսաթիվը դեռ սահմանված չէ, սակայն ըստ կառավարման կանոնակարգի այն պետք է կայանա մինչև մայիսի
մայիսի 17-ը։ Ժողովը կանցկացվի Սուրբ Երրորդության մայր տաճարում եւ քահանայապետներից բացի կմասնակցեն մոտ 2000 պատվիրակներ։ Առողջապահության նախարարի խորհրդարան հրավիրելը դրական են ընդունել այն ծնողները, ովքեր կառավարության վարչության մոտ բողոքի ցույցերը չեն դադարեցնում։ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների ծնողները հույս ունեն, որ այսօր այս հարցի շուրջ տրված բոլոր հարցերը կստանան պատասխաններ։ Վերջին տարիներին Վրաստանում շուկայում հայտնված դեղորայքային դեղամիջոցների ներմուծումը, պետական ծրագրի միջոցով ֆինանսավորումը եւ հետազոտությունների անցկացումը սրանք են ցույցի մասնակիցների պահանջները։ Խոսքը մկանային թուլությամբ բնութագրվող գենետիկ հիվանդության մասին է։ Երկրում այս ախտորոշմամբ ապրում է մոտ 80 մարդ։ Առողջապահության նախարարը ծնողների կողմից խոսվող դեղամիջոցները անվանում է փորձարարական դեղամիջոցներ եւ հիմնվելով ամերիկյան եւ եվրոպական դեղագործական գործակալությունների տվյալների վրա, պնդում է, որ որոշ դեպքերում դրանք որոշակի երկրներում արդյունավետություն չեն ցուցաբերել, իսկ որոշ դեպքերում էլ վատթարացրել են առողջական վիճակը։ Մեր ժողովուրդները բնազդաբար ունեն նման մտածելակերպ եւ հենց այս արժեքների ու ավանդույթների վրա հիմնվելով ԱՄՆ-ն եւ Բրիտանիան բազմիցս գտել են միավորվելու ճանապարհներ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության միապետ թագավոր Չարլզը ԱՄՆ-ի կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ։ Չարլզի խոսքով երկու ժողովուրդների, նահանգների եւ Միացյալ Թագավորության կառուցած դաշինքը իսկապես յուրահատուկ է եւ նրանք ունեն շատ նմանություններ։